Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Ինքնաթիռ է ընկել բնակելի տան վրա, ինքնաթիռում գտնվող բոլոր անձիկ ցավոք չեն փրկվել, տան բնակիչների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Պիկապը հետապնդման ժամանակ բախվել է 10-ից ավելի մեքենաների մոտ 1 ժամ տևած գողացված մեքենայի հետապնդումից հետո վարորդին ձերբակալել են։ Տնային խնջույքը վերածվել է ողբերգության, 2 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել, կասկածյալը անչափահաս տղա է, կալանավորվել է, տուժածների մեծ մասը եղել են դեռահասներ։ Ամերիկայի ձայնը չի փակվի եւ չի դադարեցվի նրա ֆինանսավորումը, Դաշնային դատարանը կասեցրել է Թրամփի վարչակազմի ծրագիրը, դատավորն այն որակել է որպես կամայական եւ անհիմն։ Լուիզիանայի եւ Տեխասի հեռավոր կալանավայրերը դարձել են ներգաղթյալների հիմնական պահման կենտրոններ։ Այսի պահվող անձանց թիվը հասել է գրեթե 48,000-ի, ռեկորդային ցուցանիշ վերջին 5 տարվա ընթացքում։ Սատանիստներ կան Կանզասում, Satanic Grotto խմբի ղեկավարը ձերբակալվել է պետական խորհրդանի շենքում անկարգություններ հրահրելու համար։ Քրիստի Նոեմը սկանդալի կենտրոնում, Հարավային Դակոտայի նախկին նահանգապետը մեղադրվում է պետական միջոցները անձնական այցերի համար օգտագործելու մեջ։ Թրամփի միակ հույսը գերագույն դատարանն է, նախագահը փորձում է արագ ընթացակարգերով կասեցնել դաշնային դատարանների որոշումները, որտեղ շարունակաբար պարտություններ է կրում։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Բրուքլին Փարքում այսօր կեսօրին փոքր ինքնաթիռ է ընկել եւ բախվել տանը, այն ուղևորվում էր Անոկա քաունթի Բլեին օդանավակայան, որը գտնվում է Մինեապոլիսում, եւ դուրս էր եկել Այովայի Դե Մոյնս միջազգային օդանավակայանից, գրված է Դաշնային ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ Բրուքլին Փարքի հրշեջ ծառայության պետ Շոն Քոնվեյը մամուլի ասուլիսում ասել է, որ փոքր ինքնաթիռում ոչ ոք չի փրկվել։ Չի նշվում, թե քանի մարդ է գտնվել ինքնաթիռի մեջ, սակայն այն նախատեսված է 6 անձի համար։ Տան գտնվող անձանց մասին էլ տեղեկություններ դեռևս չկան։ Լոս Անջելեսի հարավում 3 տեղի է ունեցել վերջին ժամանակների առավել վտանգավոր եւ ավերիչ ոստիկանական հետապնդումներից մեկը, որն ուղիղ եթերում ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Հետապնդվում էր սպիտակ գողացված պիկապ մեքենան։ Լոս Անջելեսի ոստիկանության վարչության տվյալներով հետապնդումը սկսվել է մոտավորապես ժամը 2:40-ին հարավային Լոս Անջելեսում։ Փախուստի ժամանակ մեքենան բախվել է 10-ից ավելի այլ մեքենաների։ Ի վերջո, պիկապը բախվելով 2 մեքենաների դուրս է եկել երթևեկելի մասից, հայտնվելով ներկերի խանութի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Պատմությունը սակայն այսքանով չի ավարտվում, կասկածյալը հանգիստ դուրս է եկել մեքենայից եւ քայլելով փողոցով շարժվել առաջ, ասես նա ընդհանրապես կապ չի ունեցել քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ։ Ոստիկանները գրեթե 100-ից 200 մետր հեռավորության վրա հասնում են վերջինիս եւ ձեռնաշղթայում։ Մի քանի մարդ է հոսպիտալացվել, բարեբախտաբար վնասվածքները ըստ նախնական տվյալների կյանքի համար վտանգավոր չեն։ Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում տան խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ, եւս 4-ը վիրավորվել։ Փիր շրջանի շերիֆը նշել է, որ կալանավորվել է անչափահաս մի տղա, սակայն նրա տարիքը չի հրապարակվել։ Գիշերը մոտավորապես ժամը 12:30-ի ոստիկանությունը ահազանգեցրել, որ մոտավորապես 30-ից 40 երիտասարդ վազում են եւ ճիչերով փախչում են տան խնջույքից։ Մի քանի զանգահարողներ էլ հայտնել են, որ փողոցում կռիվ է սկսվել։ Մինչև ոստիկանների ժամանումը հնչել են նաև կրակոցներ, ոստիկանները փորձել են փրկել մի տղամարդու կյանքը դեպքի վայրում, սակայն նա մահացել է։ 5 վիրավորներ են տեղափոխվել հիվանդանոց, ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Մյուս 4-ը ստացել են ծանր վնասվածքներ, սակայն նրանց վիճակը կայուն է եւ սպասվում է, որ կապակինվեն։ Հրազենային վնասվածք ստացած երիտասարդները 16-ից 21 տարեկան են։ Ամերիկայի ձայնը լռեցնել չի լինի։ Դաշնային դատարանի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է Թրամփի վարչակազմի փորձը դադարեցնել Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող 8 տասնամյակի պատմություն ունեցող միջազգային լրատվական ծառայության գործունեությունը։ Դատավոր Ջեյմս Փոլ Օթքենը որոշումը որակել է որպես կամայական եւ անհիմն։ Օթքենը արգելել է Global Media գործակալությանը, որը ղեկավարում է Ամերիկայի ձայնը, աշխատանքից ազատել ավելի քան 1200 լրագրողի եւ այլ մասնագետ աշխատակիցների։ Դատարանը նաեւ արգելել է փակել գործակալության գրասենյակները կամ պարտադրել արտասահմանյան աշխատակիցներին վերադառնալ Միացյալ Նահանգներ, ինչպես նաեւ դադարեցնել ֆինանսավորումը այն լրատվամիջոցների համար, ինչպիսիք են Ազատություն ռադիոկայանը, Ասիայի ազատ ռադիոկայանը եւ Աֆղանստանի ազատ ռադիոկայանը։
Մարտի 14-ին Թրամփի կողմից ստորագրված գործադիր հրամանով կրճատվել էր գլոբալ մեդիա գործակալության եւ եւս 6 դաշնային մարմնի ֆինանսավորումը։ Սպիտակ տունը ծառայությունը անվանել էր Ամերիկայի ռադիկալ ձայն, պնդելով, որ հարկատուներն այլևս չպետք է ֆինանսավորեն արմատական քարոզչությունը։ Միայն այս տարվա ֆինանսական ծրագրով գլոբալ մեդիա գործակալությանը հատկացվել է մոտ $860 միլիոն։ Ամերիկայի ձայնը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ի պատասխան նացիստական քարոզչությանը եւ կառավարության կողմից երկար տարիներ օգտագործվել է որպես անազատ մամուլ ունեցող երկրներում ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու միջոց։ Քանի որ Միացյալ Նահանգների իշխանությունները կտրուկ գործողություններ են ձեռնարկում համալսարաններում գտնվող ներգաղթյալների դեմ, ընդդեմ Պաղեստինամետ բողոքի ակցիաների ֆոնին, մի քանի ուսանողների կալանավորումից հետո նրանց արագ տեղափոխում են Լուիզիանայի հեռավոր կալանավայրեր։ Լուիզիանան ներկայումս դառնում է ներգաղթյալների կալանավորման առանցքային կենտրոն Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում, ունենալով կալանավայրեր Նյու Օրլեանից հեռու, որտեղ շատ իրավապաշտպան կազմակերպություններ ու փաստաբաններ հասանելիություն չունեն։ Այսօր Լուիզիանան այսի ներգաղթային եւ մաքսային ծառայության կողմից կալանավորված ներգաղթյալների թվով Միացյալ Նահանգներում երկրորդն է Թեխասից հետո։ Այստեղ շուրջ 7000 ներգաղթյալ է պահվում։ Թրամփի երբնակալության օրը ստորագրված գործադիր հրամաններն ու զանգվածային արտաքսումների խոստումները մեծապես կախված են ներգաղթյալների համար լրացուցիչ կալանավորման միջոցների ֆինանսավորումից։ Այս ամսվա տվյալներով այս գործակալության կալանավորած ներգաղթյալների թիվը հասել է 47892-ի, ինչը ամենաբարձրն է 2019 թվականի հոկտեմբերից ի վեր։ Ավելի քան 5 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է նաև ընտանիքների կալանավորումը Թեխասում գտնվող կենտրոններից մեկում։ Թրամփի վարչակազմը նաև վերադառնում է դաշնային բանտերը ներգաղթյալների պահման նպատակով օգտագործելու ռազմավարությանը, որը նախկինում քննադատվել էր որպես անմարդկային եւ խտրական լինելու պատճառով։ Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքի պետական խորհրդարանում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 4 մարդ, այդ թվում ինքնակոչ սատանիստական խմբի առաջնորդ Մայքլ Ստյուարտը։ Միջադեպը սկսվել է այն ժամանակ, երբ Կանզաս Սիթիի Satanic Grotto խմբի նախագահ Ստյուարտը փորձել է պետական խորհրդանի կենտրոնական մասում ռոտոնդայում սկսել Black Mass ծիսակարգը, հակադրվելով նահանգի կառավարիչ Լորա Քելիի ժամանակավոր արգելքին, որը կիրառվել էր հենց նույն օրը ու միայն այդ խմբի համար։ Մոտավորապես 30 հոգանոց Satanic Grotto խումբը հավաքվել էր պետական խորհրդանի շենքի մոտ, սկզբում արտահայտելու իրենց դժգոհությունը իբր այն բանի համար, որ քրիստոնյաներին թույլատրվում է պարբերաբար հանդիպել պետական խորհրդանի ներսում։ Հավաքը միանգամից գրավել է հարյուրավոր նաև քրիստոնյաների ուշադրությունը, որոնք եկել էին ընդդիմանալու սատանիստների միջոցառմանը։ Այնուհետև Ստյուարտը մտել է խորհրդանի շենք ու փորձել իրականացնել խմբի ծիսակարգը։ 21-ամյա Մարկուս Շրոդերը փորձել է կանխել, ինչին ի պատասխան Ստյուարտը հարվածել է նրան։ Դրանից հետո Կանզասի մի քանի ոստիկաններ Ստյուարտին գետնին են գցել, ձեռնաշղթաներ հագցրել։ Ստյուարտը այդ ընթացքում աղաղակում էր «Փառք սատանային»։ Ստյուարտը կարճ ժամանակով կալանավորվել է կասկածանքով անկարգության եւ անօրինական հավաքի մեջ։ Նրան ազատ են արձակել $1000 գրավի դիմաց։ Դեպքի վայրում ձերբակալվել են նաեւ խմբի եւս 2 անդամ 32-ամյա Ջոսլին Ֆրեյզին եւ 50-ամյա Շոն Անդերսոնը։ Քրիստի Նոեմը ճանապարհորդությունների ֆինանսական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Նախկին նահանգապետը քարոզարշավների ընթացքում չի բացահայտել ծախսվող գումարներն ու աղբյուրները։ Նոեմի ներքին անվտանգության քարտուղար դառնալուց հետո հրապարակվել են փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ Հարավային Դակոտան բազմիցս վճարել է նրա քաղաքական եւ անձնական այցերի հետ կապված ծախսեր, որոնք ոչ մի կապ չունեին նահանգային գործունեության հետ։ Նոեմի միայն ճանապարհորդությունների համար ծախսվել է ավելի քան $150,000, ներառյալ մի շարք այցեր Ֆլորիդայի Palm Beach, որտեղ բնակվում է Թրամփը։ Ամենամեծ ծախսերը կապված են եղել Նոեմին ուղեկցող պետական անվտանգության ծառայությունների ապահովման հետ, անկախ նրա ճանապարհորդությունների նպատակից։ Վճարները ներառում են նաև $7,555 ավիատոմս, Փարիզում ելույթ ունենալու համար աջակողմյան խմբի հավաքին, ծախսեր Կանադայում զարմու հետ որսորդության մասնակցելու համար եւ գրքի շնորհանդեսային շրջագայություն, որը ներառել է նաեւ կանգառ Նյու Յորքում։ Բացի դրանից 2024 թվականին Հյուսթոն կատարած ատամնաբուժական այցի ծախսերը կազմել են $2200։ Այս ծախսերի բացահայտումը մեծ արձագանք է ստացել Հարավային Դակոտայում հանրապետականների շրջանում, որոնք Նոեմին մեղադրում են պետական միջոցները սեփական քաղաքական շահերի համար օգտագործելու մեջ։ Չնայած ներկայումս չկա հստակ տեղեկություն իրավական գործողությունների մասին, բայց նման ֆինանսական սկանդալները հաճախ հանգեցնում են հետաքննությունների պարզելու, արդյոք տեղի է ունեցել օրենքի խախտում։ Քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է պարտվել ստորին դաշնային դատարաններում, նախագահը վերադարձել է մի մեթոդի, որն իր առաջին պաշտոնավարման ընթացքում կիրառել է բավականին հաջողությամբ։
դիմել Գերագույն դատարանին արագ ընթացակարգով։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում 3 անգամ եւ ընդհանուր 6 անգամ Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր Արդարադատության նախարարությունը դիմել է Գերագույն դատարանին գործերի մեջ միջամտելու շատ ավելի վաղ, քան ընդունված է։ Շտաբ բողոքարկումների կիրառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թրամփի բազմաթիվ հրամանագրերը բողոքարկվել են ավելի քան 130 դատական հայցերով, հիմնականում լիբերալ ուղղվածություն ունեցող շրջանների դատարաններում։ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դաշնային դատավորներն արդեն ավելի քան 40 անգամ կայացրել են ժամանակավոր արգելքի կամ նախնական արգելքների որոշումներ Թրամփի հրամանագրերի դեմ, ներառյալ ծննդավայրով քաղաքացիության սահմանափակումը, դաշնային ծախսերը, տրանսգենդերների իրավունքները եւ արտաքսման քաղաքականությունը հիմնված հազվադեպ կիրառվող 18-րդ դարի օրենքի վրա։ Թրամփի վարչակազմը, ձևավորելով Գերագույն դատարանի պահպանողական մեծամասնությունը իր 3 դատավորների նշանակմամբ, այժմ ակնկալում է ոչ միայն հաղթել այդ գործերում, այլ նաև ուղերձել մյուս դաշնային դատավորներին, որոնց նա մեղադրում է լիազորությունների գերազանցման մեջ։ Թեև Գերագույն դատարանը դեռևս խուսափում է անմիջապես աջակցել Թրամփի այս տարվա շտապ պահանջներին, գործերի աճող թիվը եւ դրանց քաղաքական բարդությունը կարող են ստիպել բարձրագույն դատարանին արձագանքել։ Սա քննություն է ոչ միայն Թրամփի օրենսդիր օրակարգի, այլև Գերագույն դատարանի անկախության համար։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ձեզ խաղաղ հանգստյան օրեր եմ մաղթում։ Կհանդիպենք երկուշաբթի։